Կարողանում ենք ասմունք եմ, ես Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթներից կարող էլ ասեմ։ Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն ահա դեպի երկինքն իվեր քեզ եմ ընծայում գաղտնատես Աստված։ Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող անձս տոչորող թախծության հրի վրա դնելով կամքիս բուրվարով առաքում եմ քեզ։ Նայիր ով գթած, հոտոտիր դու այն առավել սիրով, քան պատարակը բոլորանվեր մատուցված ծխով ամենաառատ։ Ընդունիր այս պարզ ու սեմ խոսքերի շարադրանքը դու հաճությամբ հոժարմ եւ ոչ բարկությամբ։ Բանավոր զոհիս նվերն այս սրտանց մեղքերից պարար ճարպերի զորությամբ ողջակիզելով, թող որ խորի իմ խորթակից սեյնակի խորքից բարսանա եւ քեզ հասնի անհապաղ։ Եվ աղերսախառն եւ դատի նստեմ ես քեզ հետ հզոր, թող որ տաղտկալի չթվամ քեզ այդ։ Ինչպես անվարիչ Հակոբի ձեռքերի կարկառումն իվեր, որի դեմ բողոք է գրել Եսային, եւ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի, Սաղմոսի 72-րդ առակում ասված, այլ ընդունիր այն, կամովին ինչպես խունկն հաճոյական, որ մի ժամանակ բուրեց Սիլովի խորանի մեջ այն, որը նոր շուքով վերանորոգված Դավիթը կանգնեց հանուն գերադարձ այն տապանակի, որը նման է իմ կորստյալ հոգու վերստին գյուտին, բայց եւ ահա որ ձայնը հատուցման քո դատաստանի, վրեժխնդրության զորում ուժգնապես հնչելով ահա, երկնում է իմ դեմ մարտի մաքրման գրգիները կրկին, այժվանից եւ իսկ զգում եմ իմ մեջ, էությունս հուզող շարժումները ներհակ,